Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր իմ ոդքասթի հյուրն է բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։ Ողջույն Նինա։ Ողջույն։ Այս ընտրությունները մեզ նվիրեց շատ ակտիվ եւ շատ այսպես հետաքրքիր կին քաղաքական գործիչ իդեմս Նինա Կարապետյանցի։ Ինչպես եք եւ այս քաղաքական ակտիվ զարգացումների մեջ ինչպես եք ձեզ զգում, չեք փոշմանել, որ որոշել եք քաղաքականությամբ զբաղվել։ Սա շատ երկար մտածված process էր, առհասարակ ինձ շատ փոքր հասակից սովորեցրել են, որ մի բան անելուց առաջ քիչ երկար մտածի, ու այդ տրամաբանության մեջ ես շատ երկար եմ մտածել process-ին մասնակցելու, որովհետև դեռ 20 թվականից հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստացել թե սեփական կուսակցությունը հիմնելու, թե ինչ-որ թիմի մաս դառնալու, ու միշտ մերժել եմ, որովհետև համարում եմ, որ դեռ գուցե պատրաստ չեմ քաղաքական process-ների մեջ մտնելու, որովհետև քաղաքականությունը դա զվարճալի միջավայր չի, դա նախ եւ առաջ պատասխանատվություն է։ Եվ երբ որոշում արդեն կայացված էր, մնացածը արդեն տեխնիկական հարց է։ Ու մի կարևոր հարց էլ կա, շատ մեծ տենց թեթևություն կա հիմա ինձ վրա, որովհետև ժամանակին, երբ իրավապաշտպան գործունեությունը մեզ զբաղվում, ինձ շատ անգամ մեղադրում են, որ իմ տեքստերը չափից դուրս քաղաքականացված են, հիմա այդ մեղադրանքը հելևս չեն կարող ներկայացնել, որովհետև նորմալ է։ Ինձ մոտ sense մի հարց է առաջանում Նինա, մենք հետ պատերազմյան այս 5 տարիները, հա, արդեն կարող ենք ասել 6 տարիները, նույնիսկ անընդհատ ասում ենք, որ Փաշինյանը մնում է իշխանության, որովհետև չկան նոր քաղաքական ուժեր, չկան նոր առաջնորդներ, չկան թարմ այսպես ուժեր, որ դուրս կգան փողոց եւ կգեներացնեն փողոցային մեծ շարժում։ Եվ բոլորս արդեն ընդունել ենք, որ այո, չկան։ Այսինքն ընտրությունը այսպես կոչված զզվում եմ այդ բառից նախկինների եւ գործող իշխանությունների միջև հետո հայտնվեց Սամվել Կարապետյանը, ում ձերբակալեցին եւ ստիպեցին մտնել քաղաքականություն։ Բայց պարզվեց, որ այդուամենայնիվ 19 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել։ Ու ես մի հարց ունեմ, այդ թվում նաև ձեր ուժին, հա, եթե ի վիճակի եք քաղաքական պայքարի մեջ մտնել, այս 6 տարիներին փողոցային շարժում ինչու չէին անում։ Բոլորին դեմ եմ կուսակցության հիմնադիրները, ակտիվ մասնակիցները, ինչու լռում էին, ինչու էին լռում այս 6 տարիներին։ Չեն լռել, իրականում իրանք տարբեր process-ների մասնակիցներ են եղել, բայց եղել են առանձին, այսինքն իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը շատ տարբեր ձևերով են դրսևորել, մինչև որ մարդը պիտի հասունանա, ներքուստ պիտի պատրաստ լինես գիտակցաբար մտնել մի պայքարի մեջ, որը նորից ամենակարևոր մասն է պատասխանատվության հարցը, պիտի պատրաստ լինես նախ կրելու այդ պատասխանությունը, երկրորդը գիտակցությունը, թե ինչու դու պիտի լինես քաղաքականության մեջ։ Շատերի մոտ այդ հարցը չի եղել, ինչի ես պիտի դա անեմ։ Հասունացման պահից սկսած իրենք հասկացել են, որ կամ դու ես անում, կամ հույսդ մնում է մնացածի վրա, որոնք գուցե քո պատկերացրած փոփոխությունների չեր գնալու։ Դուք վերջին ամիսներին աչքի եք ընկնում շատ կոշտ քննադատության գործող իշխանությունների հասցեին։ Ավելի շուտ, բայց ես վերջին ամիսներին հատկապես ես ամենայնպես վերջին ամիսներին հետևում եմ ձեր գործնեությանը եւ ձեր հայտարարությունները բավականին այսպես արդիական ու կոշտ են, շատ կոշտ։ Դրա հետ մեկտեղ կա տարածված կարծիք, որ բոլորին դեմ եմ կուսակցությունը արդեն իրականում X պահի կաջակցի Փաշինյանին։ Եվ եթե հաղթահարեց այդ 4%-անոց շեմը, իր ձայները կտա Փաշինյանին։ Բացարձակ, ինչպես կասեր Փաշինյանը, լկտի սուտ։ Ուրեմն ինչ են անում տարբեր ուժերի հետ կապված։ Երբ տեսնում են իշխանությունները, գործող իշխանությունները, երբ տեսնում են, որ կա ինչ-որ ուժ, որը իրենց հետ պատրաստ չի համագործակցել,
Սկսում են տարբեր գործիքակազմեր օգտագործել։ Օրինակ Սամվել Կարապետյանին փորձեցին քրեական գործ հարուցել, սկզբից մի տխմար, մի հիմար այդ բովանդակությամբ, այո, իբր ինչ որ հեղաշրջում էր նախապատրաստումին չէր անում, բայց դա այնքան տխմար էր ու այնքան իրականության հետ կապ չունեցող հայտարարություն էր, որ հետո փորձեցին ինչ որ ֆինանսական ինչ որ մանրամասները չգիտեմ, որտեղ էական էլ չի, որովհետև ակնհայտ է, որ այդ մարդու հետևից ընկել է։ Սամվել Կարապետյանի Հիմա Սամվել Կարապետյանին, հա, Սամվել Կարապետյանին այդպես փորձեցին չեզոքացնել։ Տարբեր այլ խաղացողների, ովքեր ակնհայտ էր, որ Նիկոլին ձայն չեն տալու, տարբեր այլ գործիքակազմերով են փորձում ճնշել։ Հիմա կա բոլորին դեմ եմ թիմը, որին չեն կարող մեղադրել ոչ փողերի լվացման, ոչ բանակից ինչ որ բան գողանալու, ոչ նախկիններ լինելու, բոլորի դեմ եմ։ Ոչ մի բանի մեջ մեղադրել չեն կարող, հետեւաբար ինչ պիտի պիտակավորեն։ Հեսա կասեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ։ Եվ հետեւաբար ինչ պիտի անեն, պիտի փորձեն ամենավատ այսօրվա դրությամբ, ամենավատ պիտակը, որը կարելի է կպցնել, դա անգամ նախկին լինելը չի։ Նախկին լինելը այլևս արդիական չի եւ այդքան վիրավորական չի։ Հիմա պիտի կպցնեն այդ պիտակը եւ դա այդ շրջանառության մեջ են դրել հենց իրենք նիկոլականները եւ մեզ պիտակավորում են որպեսի խաղից դուրս մնանք մենք։ Ովքեր են ֆինանսավորում մեզ։ Չէ, միջև այդ հարցին պատասխանելը վերջացնենք նախորդը։ Օգտագործում եք այս հարթակը, ինձ հետ ոդքասթը, նայեք եք ինձ աչքերիս մեջ ու նաեւ մեր դիտողների աչքերի մեջ եւ ասում, որ ոչ մի պարագայում ինչ ուզում է լինի, մեր դեմ, բոլորին դեմ եմ կուսակցությունը Փաշինյանին ԿՊ-ին ձայն չի տալու եւ եթե անհրաժեշտ լինի ձայն կտանք ընդդիմությանը Փաշինյանին հեռացնելու համար։ Դուք ինձ հիմա ուրիշ բան եք առաջինի դեպքում։ Պրոյեկտը հետեւյալը, տրամաբանությունը պրոյեկտի հետեւյալի մեջ է։ Մենք եթե անցնում ենք պարլամենտ ունենում ենք որոշակի ձայներ, մենք ունենք մեր պրոյեկտը, 100 օրվա պրոյեկտը եւ պայմանը հետեւյալն է։ Մեր վարչապետի տեխնացուն, միայն մեր վարչապետի տեխնացուն 100 օրա մեր պրոյեկտը գալիս ենք իրականացնում ենք 100 օր հետո մեր վարչապետը կազմակերպում է ընտրություններ, նոր ընտրություններ։ Եթե Փաշինյանը զանգում է Նինա Կարապետյանցին եւ ասում է ես նա քանի որ սուտ ասելու մեծ վարպետ է եւ ամոթի զգացում ընդհանրապես չունի, նա հանգիստ կարող է զանգել ձեզ եւ ասել ես երթվում եմ, հրապարակավ կերթվեմ, օնլայն կերթվեմ, կկանգնեմ ծնկաչոք հրապարակում կերթվեմ, որ 100 օր հետո հեռանում եմ ձեր ձայնը տվեք ինձ կտակ։ Ոչ, միանշանակ մի նախադասությամբ ասեք այդ նախադասությամբ հետեւյալն է, այո, դա չի լինելու։ Որևէ կերպ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հնարավորություն չի լինելու մեր միջոցով, բոլորին դեմ միջոցով չի լինելու։ Եթե նույնիսկ նա մեր տրամաբանությունը հետևյալն է ձեր ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը ամենավերջի վստահելի մարդն է այս աշխարհում, ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի խոսքը զրո արժեք ունի։ Նիկոլ Փաշինյանն այնքան հրաժարվել, այս հարցը պարզեցի։ Մեր բանն, տեսեք, տրամաբանությունը հետևյալն է։ Նույն տրամ առաջարկը մենք անելու ենք նաև ընդդիմությանը։ Հիմա դրան եմ գալիս, տեսեք, հասկանալի է ինչ եք ասում։ Ընդդիմությունը, ասենք միասին հավաքում է ինչ որ մի կոալիցիա կազմելու համար չի բավականացնում ձեր ձայները եւ ասում է միացեք մեզ կամ ձեր ձայները տվեք մեզ ինչ որ մի ձևաչափով, օրինակ Գյումրի 2-ի ձևաչափով, որ մենք կարողանանք Փաշինյանին հեռացնել։ Դուք պայման եք տանելու, առաջ եք բերելու պայման, եթե նույնիսկ դուք ունենաք 4%, իսկ նրանք ովքեր ձեզ դիմել են, ունեն ասենք միասին 35%։ Դուք նրանց պայման եք դնելու, որ կմիանանք, եթե դուք ընդունեք մեր ծրագիրը։ Այո։ Ես հասկանում եմ ինչքան մեզ մոտ միշտ ընդունված է եղել, թե ով ավելի շատ ձայն է հավաքել, նրա ուժերը ավելի։ Այսինքն կտապալեք հետ խորհրդարանական այդ կտապալեն նրանք, ովքեր չեն ընդունի, որովհետև մեր առաջարկած պայմանը իսկապես որևէ մեկին չի խանգարում։ Մեր առաջարկած պայմանը 3 պայման անդամն է։ Հանել մի տոկոսով իջեցնել շեմը, որպեսզի նոր երիտասարդ ստեղծվող կուսակցությունները հնարավորություն ունենան պարլամենտ մտնելու, որ մենք անընդհատ չմնանք եղած կուսակցությունների հույսին։ Մենք առաջարկում ենք մեծամասնություն, այդ սամդական մեծամասնության հարցը լուծել վերջապես, որ չգա մի իշխանություն, որը ունի օրինակ ընդամենը հավաքել է 24% ձայն, բայց ինքը ամբողջական փաթեթն աստանում իշխանություն ունենալու եւ առաջարկում ենք ստեղծել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որը ուղղակի քվեաթերթիկ չի լինելու։ Պատասխանեն, որ այո, շատ հետաքրքիր առաջարկներ են, բայց այս պահին մենք այդ առաջարկները չենք կարող ունենալ, որտեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան եւ մենք պետք է երկիրը հանենք այս ճգնաժամից, հետո նոր կարող են դրա մասին մտածել, ինչ եք ասում։ Համաձայնենք եւ վերջացնեմ, բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, բայց դա պարզապես քվեաթերթիկ չի։ Դա հնարավորություն է, որպեսզի դժգոհ մարդը, բոլորից դժգոհ մարդը գա քվեարկության
քվեարկության, մասնակցի քվեարկության եւ այդքան ձայներով, ինչքան բոլորին դեմ եմ քվեաթերթիկը կհավաքի ձայներ, ոչ թե մեր կուսակցությունը, այլ հետագայում այդ քվեաթերթիկը կհավաքի ձայներ, այդքան տեղ պարլամենտում մնալու է բաց։ Ու պիտի իմանան բոլոր կուսակցությունները, որ չի կարի նյարդերի հետ խաղալ մարդկանց, հասարակության կո ժողովրդի, որ իրանք կարող են ուղակի գալ եւ բոլորին դեմ եմ քվեարկել ու տապալ։ Հիմա բացատրում եմ շարունակությունը։ Հիմա եթե այս փոքր պրոյեկտին չեն կարողանում համաձայնվել, ընդամենը 100 օր հետո նորից գալու ընտրություններին մասնակցելու, ես հասկանում եմ, որ դա ծախս է, որ դա նյարդեր է, որ դա ժամանակ է, ես ամեն ինչը հասկանում եմ, բայց այս փոքր փոփոխության համար չեն կարողանում գալ։ Պետք է լինի մեր վարչապետի տեխնացուն ձեր վարչապետի տեխնացուն բոլորին դեմ եմ վարչապետի տեխնացուն, որը կարծում եմ ենթադրում եմ, որ պիտի լինի այս պահին մենք քվեարկության ենք դրել, որովհետև սա ժողովրդավարական հարթակ է, մենք քվեարկության ենք դրել, տեխնացուները դեռ գրանցվում են, ենթադրում եմ, որ չի լինի այնպիսի մարդ, որը ոչ մեկի համար ընդունելի չի լինելու։ Դուք համարում եք նմանատիպ բանակցությունները եւ ձեր ուզած ավարտը այդ բանակցությունների։ Ավելի քան, որովհետև ոչինչ չի խանգարում են ուժերին, որոնք ուզում են գալ ռեալ փոփոխություններ եւ Նիկոլ Փաշինյանին իրական նպատակը ոչ թե գալ 5 տարով իշխանության եւ այս սահմանադրությամբ տեղավորվել, դառնալ 5 տարվա, որ հետո մենք էլ դուրս գանք, այ մենք բոլորին դեմով դուրս գանք այս իշխանությունների դեմ պայքարելու։ Եթե նպատակը ներողություն, եթե նպատակը Նիկոլ Փաշինյան հեռացնելն է, այս պայմանը ամենաչնչին պայմանն է, որ մենք պիտի համաձայնվենք։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ այն քաղաքական առաջնորդները, այդ թվում անդիմադիր դաշտում ամենառեյտինգային, այսպես ասեմ, առաջնորդները իդեալական քաղաքական գործիչներ չեն, մեղմ ասած, շատ մեղմ ասած։ Եվ բնականաբար մենք չենք երազում նման քաղաքական գործիչների մասին, բայց այդ մարդիկ գոնե մի բանում հստակ է, որ անուններով խոսենք, հա, եւ Սամվել Կարապետյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը հայ են։ Իրենց բոլոր թերություններով։ Եվ հունիսի 7-ին մենք ունենք հնարավորություն Նիկոլ Փաշինյանին, որին հայ քաղաքական առաջնորդ կոչելը մեղմ ասած միամտություն է, եթե չասենք, որ սա հիվանդագին հիմարություն է։ Համաձայն եմ։ Ապուշություն։ Ունենք հնարավորություն այս մարդուն հեռացնելու, հայ մարդկանց բերելու, իրենց բոլոր թերություններով, բայց դուք ձեր սկզբունքային դիրքորոշումով, շատ հետաքրքիր առաջարկով կարող եք տապալել այս գործընթացը։ Բոլորովին, երբեք։ Այսինքն ոչինչ չի խանգարում այդ շատ բոլոր իրենց թերություններով հանդերձ, բայց այնուամենայնիվ իրենց էությամբ մեր պատկերացումները շատ տարբեր են բազմաթիվ հարցերում, բայց իսկապես իրենց ոչինչ չի խանգարում օգնել փոքր գործը անել, փոքր process իրականացնել, որից հետո իրենք կարող են գալ նորմալ, դուք քիչ եք։ Կապ չունի, այստեղ շատի քիչի հարցը չի, այստեղ վստահության հարց է։ Սա ամբողջության է նման, Նինա։ Չէ։ Սա քաղաքական ամբողջության է նման։ Դուք ասում եք, մենք հասկանում ենք, որ երկիրը փաստորեն գնում է տապալման, եթե մենք հիմա չենք պայմանավորվում, բայց ընդունեք մեր առաջարկը, թե չէ երկիրը կտապալվի։ Մյուս կողմից էլ, եթե դեռ այդպիսի պահանջ մեզ չեն ներկայացրել, բայց եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, ես էլ կասեմ, դա քաղաքական շանտաժ է, որովհետև դու չես ուզում փոփոխություններ, այդ նվազագույն չնչին փոփոխություններ դու չես ուզում անել, որովհետև ուզում եք գալ ամբողջական իշխանությունը ստանձնել ու մենք հետո որպես ժողովուրդ ստիպված ենք լինելու ձեր դեմ պայքարելու, որովհետև բացարձակ իշխանությունը այլասերելու հակում ունի։ Մենք հոգնել ենք փողոցային, ես հոգնել եմ, ես 50 տարեկան եմ, ես հոգնել եմ փողոցային պայքարից։ Ես ուզում եմ մի անգամ այս երկրում լինի նորմալ ազնիվ պարկեշտ ընտրություններ, որովհետև մեր թիմը, բոլորին դեմ եմ կուսակցությունը, լուծարվելու է, մեր թիմը վարչապետը չի մասնակցելու ընտրություններին, կազմակերպող ընտրություններին, ու դա ամենալավ պայմանն է լինելու։ Որևէ հարցազրույց, ոչ մի հարցազրույց ոչ մեկի հետ ձեր թիմից չեմ ունեցել եւ չեմ ճանաչում այդ մարդկանց, բայց ես վստահ եմ, 100% վստահ եմ, որ եթե գա այդ պահը եւ բոլորին դեմ ենք կուսակցության դիրքորոշումը վճռորոշ լինի, դուք անձամբ գնալու եք Նիկոլին հեռացնելու ճանապարհով եւ հնարավորինս անելու եք, որ ձեր կուսակցությանը ինչ-ինչ հարցերում գա փող զիջման։ Հիմա դուք կասեք հակառակը, բայց մենք փակում ենք այս թեման։ Այս պահին ես
եւ ապագայում ուսա վստահության հարցը թիմի ներսում պիտի լինի վստահություն մենք ամենամեծ խնդրեմը այսօր որ ունենք հասարակության ներսում մեկս մյուսի նկատմամբ դա իրար չվստահելն է եւ սա դիտավորությամբ հարվել է ես թիմին վստահում եմ որ իրենց հերթին ոչինչ չեն անելու Նիկոլի վերարտադրության համար այլապես ես այնտեղ չէի լինի դա բացառված էր ինձ համար եւ թիմը պիտի վստահ լինի որ Նինան ինքնուրույն խաղ չի խաղալու եւ չի անելու գործողություններ խաղից կախված լինի երկրի ապագան Նինայի այս մի քիչ շատ բարդ բան դրեցիք Նինայի ուսերին, բայց ես կարծում եմ, որ այն առաջարկը, որը մենք որպես թիմ անում ենք, նախապես եւ թիմերը մնացած իրենք գիտեն դրա մասին։ Մի բան ասեմ, գործիչներ չեն։ Իրանք չեն ընդունում, հետո դուք մի մոռացեք, որ դուք գալիս եք շատ այսպես ասեմ, հա, ռուսերեն բարկա очень прогрессивная։ Ձեր առաջարկը նույնիսկ սկանդինավյան երկրների համար, որ իրենց զարգացման մեջ, հասարակության զարգացման մեջ շատ առաջ են գնացել, նույնիսկ բարդ ընդունելի է սովորական մարդկանց կողմից։ Դուք գալիս եք սուպեր ժամանակակից առաջարկով ու ասում եք ընդունեք դա մարդկանց, ովքեր շատ հեռու են այդ գաղափարներից։ Մի բան, այս կակրաս լավ է որ դուք ցես ձևակերպեցիք։ Մենք զուգահեռաբար նժար սամդրական շարժումը ես ուզում եմ Նինա Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի օրինակ դուք պահանջում եք Գագիկ Ծառուկյանին ընդունել ձեր առաջարկը սա արդեն տապալված բանակցություն է բացարձակ հիմա բացատրեմ ինչու որովհետեւ նժար սահմանադրական շարժումը ի սկզբանե խոսում էր միասնական ճակատի անհրաժեշտության մասին ես հիմա չեմ չկա տենց բան սպասեք դեռ ասում չստացվելու հարցը մի կողմ դրեք մենք ես սահմաններ շատ չեմ բացի բայց մենք արդեն ենք ունեցել հանդիպելու այն մարդկանց հետ ում հետ երբեք բառացիորեն երբեք մի սեղանի շուրջ նստել ու խոսելը անհավանական կհամարվեր ինձ համար անձնապես որովհետև ես էլ ապրում այս մարդուն մերժում եմ այս մարդուն չեմ ընդունում այս մարդու հիմա ժամանակը չի նստել ու այն քենախնդիր մանր հարցեր չեն եղել խոշոր հարցեր են եղել բայց այդ քենախնդրության ժամանակը չի ու մենք նստել ենք ու խոսել ենք այն մարդկանց հետ ում հետ ռուսերեն էլի ես էլ ասեմ բառը շիտալիս նի ռոկապաժատնեմի մենք խոսել ենք մի սեղանի շուրջ մենք շատ հարցերի շուրջ եկել ենք համաձայնության այստեղ Նիկոլը տենց տարապի սկսի տարապել եւ մենք համարում ենք դեռ շարունակում է համարել որ կա հնարավորություն միասնական ճակատ ստեղծելու ու միասնական ճակատով Նիկոլին հեռացնելու մենք այս տարբերակը չենք հանում խաղից ընտրություններից առաջ միասնական ընտրություններից առաջ միասնական ճակատով հանդես գալու որովհետև դա լավագույն տարբերակը կլինի այս process-ը իրականացնելու բայց դա չի բացառում նաև որ բոլորին դեմ են պրոյեկտով մենք շարունակենք անել եւ տարածել են մտքերն ու գաղափարները որովհետև այո դա պրոգրեսիվ գաղափար է որովհետև մենք ունենք ընտրություններին չմասնակցող երիտասարդություն եւ մի խավ որը չի տեսնում ոչ մեկի մեջ նրանց ովքեր որ այն առաջարկները որոնք հնչում են դաշտից ամենաշատ ինձ գիտեք ինչն է դուր գալիս ձեր ծրագրի մեջ ձեր այս առաջարկի մեջ ամենից շատը ես ուզում եմ որ մենք այս շրջանից որը կարծես թե հնարավոր չի ինչ որ ձևով ճեղքել դուրս գանք երբ քաղաքականությամբ զբաղվում են նրանք ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն մենք բաց թողեցինք այդ հարցը ֆինանսական հնարավորության աջակցություն որովհետև սովորական մարդիկ նույնիսկ փայլուն գաղափարներով նույնիսկ ինքնազոհության այսպես մոտեցումով չեն կարող զբաղվել քաղաքականությամբ եթե չկա ֆինանսավորում մենք այդ կարևոր հարցը բաց թողեցինք բոլորին դեմ եմ թիմի անդամները ճնշող մեծամասնությունը դրանք մարդիկ են ովքեր հաջողակ են եղել իրենց կյանքում բոլոր իմաստներով որովհետև կարողացել են հիմնել բիզնես ստանալ բավարար կրթություն հիմնել հաջողակ բիզնեսներ այսինքն կարողանում են գումարներ վաստակել մեծ մասը IT ոլորտի հետ կապ ունի տարբեր այլ ոլորտների հետ կապ ունեցող իրենց տնտեսությունները ունեցող այսինքն գյուղատնտեսական այսպես ինչ որ բարիկներ ստեղծող մարդիկ տարբեր ոլորտներից մարդիկ են եւ այս մարդիկ հասկացել են եկել են գիտակցության որ իրենք պիտի անեն նախ իրենց գումարները պիտի դնեն բայց որևէ մեկին թույլ չի տրվել դնել այնքան մեծ գումար որպեսզի կարողանա
լրացուցիչ ձայնի իրավունք ունենալ, հա, կամ բարձր խոսելու իրավունք ունենալ։ Սա է տրամաբանությունը եւ մենք նաեւ դիմել ենք գումար հավաքելու եւ ընդամենը fundraising ենք արել եւ ընդամենը շատ կարճ ժամանակ ընթացքում մենք բավական մեծ գումարներ ենք վաստակել։ Սա է տրամաբանությունը։ Ես հասկանում եմ, որ սա շատ տենց գուցե մարդկանց համար անլուրջ թվա, որտեղ միշտ տենց ա եղել, չէ, ինչ որ միտեղից տեն շղկացրել են փողերը մեծ բաներով գումարներ են տրամադրել, ըստ այդմ նաեւ պահանջներ են ներկայացել, դու ինչ կարաս անես, ինչ չես կարա անես, ում պիտի միանաս, ումից պիտի անջատվես։ Հետեւաբար սա իսկապես պրոգրեսիվ է։ Եվ նպատակը նաեւ հետաքրքրությունը ինչն է։ Մեզանից մեզ շատ են մեղադրում, ասում դուք ձայներ եք փախցնելու կամ ձայներ եք փոշիացնելու երբեք, որովհետեւ այդ պրոգրեսիվ գաղափարի հետևից գնացողները նրանք են, ովքեր չեն մասնակցում։ Նրանք ովքեր արդեն կողմնորոշված են, նրանք ովքեր որ գիտեն, որ Գագիկ Ծառուկյանն են ընտրելու կամ ինչ էր, Սամվել Կարապետյան մնացածին են ընտրելու, այս մարդիկ շատ հստակ պատկերացում են, իրանք մեծ ձայն երբեք չէին տալու, իրանց համար մենք անհասկանալի ենք։ Այն մենք մեխանիզմ ենք դնում շրջանառության մեջ, որը չմասնակցող երկու թիմ կա, հա, մեկը դա հիմնականում երիտասարդներն են եւ հիմնականում այդ միջին խավը, որը քիչ թե շատ հնարավորություններ ինքը չի տեսնում այստեղ ոչ մի հաջողած Այսպեսի հարցամ 19 ուժ հայտ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար։ Այդ 19 ուժից ովքեր են ձեզ համար ամենա չասեմ հարազատները, այն ուժերը, ում հետ ձեզ ավելի հեշտ կլինի բանակցել եւ ընդհանուր ինչ որ գործունեություն անել։ Մենք հայտ ներկայացրած արդեն գրանցված պաշտոնապես 19 ուժերից գրեթե բոլորի հետ հանդիպել ենք բացառությամբ այն թիմերի, որոնք ակնհայտորեն սպոյլ են անում ու ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանին սպասարկում։ Այնտեղ անիմաստ է, գնաց ինչ մոտավորապես 4-5 ուժի մասին է խոսքը կապան հաշվում։ Նախ իրանք իրենց բան չեն ներկայացնում, ոչ ուժ են ներկայացնում, ոչ էլ իմաստ կա իրենց հետ խոսել, երկրորդը դրանք նիկոլական պրոյեկտներ են, այնտեղ իմաստ չկա գնալ խոսելու։ Մնացած գրեթե բոլորի հետ, թե մասնակցող, թե չմասնակցող նաև ուժերի հետ մենք խոսել ենք ու հանդիպել ենք։ Նորից դա շատ կարևոր է, որովհետև օրհասական իրավիճակներում դու պիտի քո մի կողմ դնես քո բոլոր ամբիցիաները ու քո բոլոր սիմպաթիաներն ու անսիմպաթիաները, գնաս նստես խոսես, որովհետև եթե դու քեզ համարում ես այս պետության համար մարդ, որը կարող է ինչ-որ բարիք բերի, որովհետև մենակ քո անձնական կյանքով չի, քո բարեկեցությունով չի, քո անձնական երջանկությունով մարդը չի կարող, նորմալ մարդը չի կարող բավարարվել։ Ինքնաբավ մարդիկ հասկանում են, որ դու քո ճանաչելիությունը, քո նկատմամբ վստահությունը պիտի կապիտալիզացնես ու ստեղծես բարիք, որը պետության համար պիտի աշխատի։ Ինչքան քո համար աշխատելը բավարար է։ Հիմա պետության համար բարիք ստեղծելու համար դու պիտի գնաս նստես խոսասեն մարդկանց հետ, ում այդ այլ պարագայում չէր խոսելու։ Մենք խոսել ենք շատերի հետ։ Ես նորից, երբ որ կգա ժամանակը հրապարակելու անուններ, թիմեր, շատերի համար դա շոկային է լինելու։ Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ Ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանն է։ Այո, Սամվել Կարապետյանի քաղաքականության ենք զբաղվում, արդեն պետք է իմանաք, որ ամենամեծ ուժեղ Հայաստանն է։ Ես Սամվել Կարապետյանի ուժն է, իրենք հայտարարել են, այ չեմ հիշում, մայիսի 7-ին կամ 8-ին հանրապետության հրապարակում մեծ, իրենք չեն հայտարարել, հրապարակն է այսօր գրել, մեծ հանրահավաք անցկացնելու մասին։ Ինչ է կարծում, բոլորին դեմ է կուսակցությունը, պետք է նման հանրահավաքներին մասնակցի։ Եթե ամսի 8-ին դա նշանակում է ենթադրվում է որ խախտում Չէ, մայիսի 8-ին, ոչ թե մայիսի 8-ին դա պիտի լինի միասնական որոշում, քանի որ որոշումները կայացնում են միասնական հարթակով, Իսկ ինչ անելու հասկացա։ Դա նորմալ է։ Ինչ կա, հա, մի բան էլ ասեմ, ստեղ առանձնահատկություն կա։ Բոլորին դեմ եմ հարթակը, դա կոնկրետ գաղափարի շուրջ հավաքված մարդիկ են։ Մնացած հարցերում մենք ազատ ենք մեր տեսակետները կամ մեր գաղափարները տարածելու եւ մեր մասնակցությունը ինչ որ տեղեր ունենալու։ Շատ մեծ հավանականություն կա, ես ճիշտ ասած չեմ նայել թե ովքեր են, բայց կլինեն միջոցառումներ, որտեղ գուցե եւ բոլորին դեմ եմ որպես թիմ ներկայացված չլինի, բայց ես ինձ իրավունք վերապահեմ գնալ մասնակցել, որովհետեւ եթե ինչ որ հարց կա, որը վերաբերվում է օրինակ քաղաքական հետապնդումներին, արդարադատության, այն ոլորտները, որոնց ես վստահ եմ, որ սա ճշմարիտ եւ ճշգրիտ դիրքորոշում է, ես ինքս անձնապես գնալու եմ եւ մասնակցեմ ու կապ չունի թե այնտեղ բացի ինձանից ելով է կանգնած լինելու։ Կարող են այնտեղ կողքից կանգնած լինեն մարդիկ, ում ես բոլոր ժամանակներում մերժել եմ։ Այս իրավիճակում դա ոչինչ չի փոխում, որովհետեւ մենք յուրաքանչյուրս այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի այս բացարձակ իշխանության պայմաններում եւ դիկտատորական հակումների պայմաններում, հակահայկական պայմաններում յուրաքանչյուրս կարող ենք դառնալ հաջորդ քաղբանտարկյալը։ Ու այս իմաստով իմ ու քոնը չկա այս տրամաբանության մեջ։
Իմ համար բոլոր ժամանակներում չի եղել իմ ու քոնը սիմպաթիա, անտիպաթիա։ Եթե եղել են Նինա Կարապետյանցը այսօր, եթե օրինակ վաղը կամ այդ եվրոպական հավաքից հետո իշխանությունները հայտարարեն, որ ինչ-ինչ խախտումների պատճառով ուժեղ Հայաստան կուսակցությանը չեն գրանցում։ Ինչ է կանելու։ Այ մենք այդ հարցի շուրջ առիթ ենք ունեցել հանդիպելու, բնականաբար հանդիպելու նաև ուժեղ Հայաստանի կներեք, ասում արդեն ասում ինֆորմացիան այնքան շատ արդեն սկսում ես որոշ բաներ շփոթել։ Ուժեղ Հայաստանի թիմի հետ նախապես շատ վաղուց արդեն հանդիպել ենք եւ այդ հարցը նախ եւ առաջ մենք ենք տվել իրենց, որ կա մեծ վտանգ, որ ձեզ կարող են չգրանցել, ձեզ կարող են տարբեր այլ պատճառաբանությամբ հետապնդումներ, բացի Սամվել Կարապետյանից այլ հետապնդումներ լինել։ Դուք ինչ պատկերացում ունեք։ Հա, մենք պիտի հասկանանք միասնական հնարավորությունը կա թե չէ, որտեվ չգրանցելը ես օրինակ համարում եմ, որ նախապես ունենալ պայմանավորվածություններ եւ նախապես հայտարարել, որ եթե որևէ մեկին խաղից հանելու այսպիսի միտումներ լինեն, հա, չարաշահելու օրենքը խախտելու եւ իրավունքը չարաշահելու հնարավորությունն իրականացնելու, մենք պիտի միասնական ճակատով հանդես գանք, բայց դրա շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե դա մենք անենք նախապես, հայտարարություն անենք նախապես, որովհետեւ այլապես թույլ են տալու որ մասնակցեն։ Այլապես տպավորություն է, որ մենք այ բան ենք, հիմա էլ Սամվել Կարապետյանի թիմի բան է, հա, հիմա Նիկոլից էին կապում, այլ Սամվել Կարապետյանին Հիմա դուք ինչ եք կարող են չգրանցել, կարող են, շատ մեծ հավանականություն կա, շատ մեծ հավանականություն կա։ Եթե չգրանցել ինչ է լինելու ընտրությունների հետ ձեզ։ Դժվարանում եմ պատասխանել, որովհետև ինչու են նաև գրանցել այդ spoil թիմերին ինչու են գրանցել, որպեսզի եթե հանկարծ այն թիմերը, որոնք իրական ընդդիմադիր են, ինչ որ պատճառով որոշեն կամ համաձայնության կան, օրինակ չմասնակցել, բոյկոտել ընտրությունները, ինքը կասի, հեսա Ժորժ ջան, 5-6 հատ կուսակցություն ունեմ, թեպետ բոլորների այդ փոխկապակցված են ու դա ակնհայտ է, ասի հեսա 5-6 հատ կուսակցություն կա, հիմա 5 հատը չեն ուզում, 6 հատը կամ 10 հատը չեն մասնակցում, նա մնացածը մասնակցում են։ Հիմա տեսեք, օքեյ, 19 ուժեր հայտ են ներկայացրել, համարենք 5-ը պրոիշխանական են կամ այս կամ այն ձևով իշխանության հետ կապված նիկոլական են 14 ուժ ըստ ձեզ այդ 14 ուժը ի վիճակի է նման որոշման դեպքում եթե ամենամեծ ուժին որոշում են հանել ընտրություններից մեծ փողոցային պայքար սկսել պայմանավորվածության հարցը մենք այդ հարցը դրել ենք շատ վաղուց մենք շարունակում ենք այդ ուղղությամբ բանակցել եթե ձեզ նման առաջարկ անեն որ եկեք միասին փողոցային պայքար սկսենք դուք ինչ որ պայման դնելու եք չէ այդ իմաստով չէ որևէ իմաստով չեք դնելու չէ ինչ պայման իրավունքի համար պայքարելը ինչ պայման իհարկե ոչ այսինքն հնարավոր է համարում մեծ փողոցային պայքար այս դեպքում Իհարկե կարող է փողոցային պայքարը դա մեր իրավունքն է սրբազան իրավունքներից մեկն է ես ավելին միշտ ասում եմ որ ապստամբելու իրավունքը ժողովրդի դա սրբազան իրավունքներից մեկն է շատերը այդ թվում նաև նախկին իշխանությունների որոշ պաշտոնյաներ տեն շատ սրտնեղում են որտեվ իրանք մտածում են որ դե ես ինչ ասում ասում մենք իշխանությունում է գրած բայց դա սրբազան իրավունքն է մենք իրավունք ունենք ապստամբելու երբ որ իշխանությունը չի ներկայացնում մեզ եւ ակնհայտորեն մեր պետության մեր հայկական ցանիքության դեմ գործունեություն է իրականացնում մենք հասկանում ենք որ ուշ թե շուտ այս կամ այն ձևով Փաշինյանը հեռանալու է իշխանությունից ըստ ձեզ երբ է հեռանալու եւ ամենահավանական ճանապարհը նրան իշխանությունից հեռացնելը որն է Լավագույն տարբերակը կլիներ 20 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի հեռանալը դա ընտրություններով կամ առանց ընտրությունների մենք կփրկենք շատ բաներ կկարողանանք փրկել, կանխել շատ աղետներ եւ հիմա ընթացող այդ սողացող պատերազմը նաեւ կկարողանանք կանխարկել, բայց ցավոք սրտի այդպես չստացվեց։ Հիմա ինչպիսի ճանապարհով կլինի, դժվարանում եմ ասել, բայց այն որ կհամեմատեմ գիտեք 18 թվականին հասարակության ներսում կար դժգոհություն ու ես անդադ ասում եի որ այս դժգոհությունը ինչ որ մեկը սանձելու է ինչ որ մի կերպ սա դրսևորվելու է բայց այն ժամանակ 18 թվական ինչով էր տարբերվում հիմիկվա հետ մենք ունենք խնդիրներ մենք ունենք դժգոհություններ բայց մենք ազգովին նվաստացած այսչափ չէինք եղել մենք այսչափ ցավ ու կորուստ չէինք ունեցել եւ Այս դժգոհությունը, այս ցավը, այս ցասումը, այս վիրավորանքը, այս նվաստացումը
չի կարող ուղղակի հողանցում անել եւ հանձնել հողին։ Հնարավոր չի սա։ Սա մի կերպ ինչ որ մի ձև պիտի դրսևորում ունենա։ Ես շատ կուզենայի, որ սա լիներ հաշտ, համերաշխ, խաղաղ ցույցերով, այս ամեն ինչով, որովհետեւ դա լավագույն տարբերակն է։ Լավագույն տարբերակ կլներ ընտրություններին ընթառաջ, մենք նորից գանք պայմանավորվածության տարբեր ուժերի հետ, վերջնական փուլի Փաշինյանը, ասենք գիշերը, հունիսի 7-ի գիշերն է, եկել են արդեն արդյունքները տարբեր ընտրատեղամասերից եւ արդեն ակնհայտ է, որ ԿՊ-ն պարտվում է։ Ինչ է անելու Փաշինյանը ասել։ Փորձելու է փախուստի դիմել եւ նա փախնելու է մենակ։ Բոլոր նրանք, ովքեր այսօր պրոպագանդիստ ու սազանդար են աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ, սկսած կուսակցություններից վերջացած 50 հոգի կարող է իր հետ տանել ինքնաթիռով։ Չի տանելու, ոչ մեկին չի տանելու։ Աննային Ոչ կտանի։ մեկին, Աննան նախապես, գիտեք, փորձել է այդ բաժանման թեմայով տենց ապահովել իր հետընթացը, հա, ադխոդի, պուտի ադխոդը։ Ինքը ոչ մեկին չի տանելու, բոլորը քաղաքասարակությունը, քաղաքական կուսակցությունները բոլորը մնալու են այստեղ եւ մի բան էլ ասեմ, որ պահից որ ոստիկանությունը, հատուկ ծառայությունները հասկացան, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել այլևս իշխանություն չի, այդ մարդիկ մեր չափ, մեր պես նվաստացած, վիրավորված եւ մի տեսակ ցասում կա իրանց մեջ էլ կա, որովհետեւ իրանց ստիպում են անել բաներ, որոնք թող չան, թող աշխատանքից դուրս գան։ Տենց չի լինում, ես էլ կուզենայի, որ այդպես ճիշտ լիներ, ես կդուրս գայի, ես դուրս կգայի, բայց բոլորը չեն այդպես մտածում։ Բայց դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի փախուստը գուցե եւ չհաջողվի։ Ինքը չկարողանա փախնել եւ ճանապարհները կփակվեն։ 2018 թվականին, երբ որ ազգային ժողովը վերջապես Փաշինյանին ընտրեց վարչապետ, այդ պատկերը աչքիս առաջ է։ Քվեարկություն որոշումն ընդունված է, ընտրեցին Prime Minister վարչապետ, ընտրեցին Փաշինյանին եւ այդ տղաները, որ անվտանգություն են ապահովում վարչապետի, վարկյանական արագությամբ եկան կանգնեցին Փաշինյանի կողքես, այդ պատկերը հիշում եմ մի վարկյանով, այսինքն ես նաև հասկանում եմ, որ այդ անվտանգային համակարգը, մեր հատուկ ծառայությունները, ոստիկանությունը եւ հատկապես բանակը ինչ վիճակում էլ նրանք ուզում են որ լինեն կամ ընդունված է ասել որ այսօր ովքեր են պարեկները, ովքեր են ոստիկանները, մեծամասամբ նորմալ կրթություն չունեցող, հա, տարբեր հեռավոր մարզերից եւ գյուղերից եկած տղաներ, վստահ եմ, եթե այդ մարդիկ տեսնեն փողոցում, մոտավորապես այնքան մարդ, ինչքան մարդ կար փողոցում 2018 թվականին, եւ ոչ մի ոստիկան, ոչ մի սպա չի կատարի Փաշինյանի, ոչ մի օրենք հրաման։ Անկամ եթե դրա կեսը լինի փողոցում, առաջի փուլի համար համոզված եղեք, որ ոստիկանը չի կրակելու։ Ես դա համոզված եմ ասում, ես շատ փակագծեր նորից չեմ կարող բացել, որովհետև դրանք պրիվատ առանձին խոսակցություններ են եւ առանձին մտքեր ու գաղափարներ են, բայց նորից իրանք մեզ նման մարդիկ են, իրանք ոչ պակաս կռիվ ու պայքար են ու կորուստներ են ունեցել Արցախում, իրենց ստիպում են գնալ հայրաքելական եկեղեցու սրբավայր էջմիածնում մարդկանց բռնության ենթարկել, չգիտեմ կամ ինչ-որ խնդիրներ առաջացնել, այդ մարդիկ նվաստացած են։ Այդ մարդիկ սպասում են հարմար իրավիճակի եւ այդ մարդիկ արձագանքելու են։ Կա այսպիսի նաեւ կարծիք, որ պետք չէ մարդկանց խաբել եւ պետք է ճշմարտությունը ասել, որ նորմալ մարդիկ, Հայաստանի նորմալ բնակիչները այս ընտրություններին ըստ էության պայքարում են ոչ միայն Փաշինյանի եւ նրա այդ ԿՊ-ի դեմ, այլ նաեւ պայքարում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ այսինքն ոչ միայն Փաշինյանին է պետք հաղթել այս ընտրություններին, այլ նաեւ եւ Էրդողանին եւ Ալիևին, ովքեր բնականաբար ձեռները ծաված դստած չեն։ Նրանք գնացել են, նրանք են մշակում ինչ-որ տարբերակներ Փաշինյանին աջակցելու եւ պետք չէ մոռանալ, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ մի հատ սրացում լիներ սահմանին, մի հատ ինչ-որ միջադեպ եւ ռազմական դրություն Հայաստանում ինչ է կանելու այդ ժամանակ։ Այդ դրա համար միասնական ճակատը ամենալավ տարբերակն էր, որտեղ մենք կարող ենք միասնական ժամանակավոր կառավարություն կազմակերպել ու միասնական որոշումներ կայացնել շատ արագ, որովհետև որևէ մեկ թիմ առանձին ի վիճակի չի կասեցնելու այս process-ը։ Ուղղակի ի վիճակի չի։ Ավելին ասեմ, եթե փողոցում այն նախորդ զրույցի շարունակություն խոսքի, եթե փողոցում ունի բավարար թվով մարդիկ, դուք կարող եք նաև հրապարակից հրահանգներ տալ, կոչերը ձեր կընդունվեն որպես այլևս լեգիտիմ կոչեր։
դա միշտ չի որ աշխատում է, որտեղ 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը մեծ բազմություն էր հավաքել, բայց չկար շատ սխալ քայլ։ հստակ ծրագիր չկար եւ այդ այո շարժումը տապալվեց։ Հենց դրա մասին եմ ես ասում, այդ հավաքված բազմությունը ու այնտեղ նորից ես եղել եմ բազմիցս ասել եմ, որ ես եղել եմ որպես դիտորդ այն ժամանակ գնում էի նայում էի ինչ իրավիճակա ոստիկանության քանակը, դե մասնագիտական իրավապաշտպանի գործունեություն։ Ես տեսել եմ այնտեղ իրար կողքի կանգնած մարդկանց, ովքեր այլ իրավիճակում իրար ուղակի բարև չէին տա։ Ու այդ մարդիկ հավաքվել են մի վայրում, որովհետև հասկանում են, որ խնդիր կա։ Բայց քանի որ Բագրատ Սրբազանը չուներ պրոյեկտ, եւ ինչ որ պահի հասկացան, որ մարդկանց մեջ կասկած ընկավ, որ դա սա կարող է, էլի պիտի ասեմ, ներողություն եմ խնդրում, բայց նախկիների վերադարձի պրոյեկտ լինել, հասարակությունը գնաց տուն։ Հիմա մեր առաջարկը ինչի մեջ է, ժողովուրդ ջան, եկեք հավաքվենք, պայմանավորվենք, կոնկրետ պրոյեկտ ներկայացնենք մարդկանց, որ մարդիկ չվախենան հերթական անգամ խապված լինելուց, որտեղ ներողություն 18 թվականին մարդիկ խապվել են եւ շատ մարդիկ այսօր չեն ուզում ոչ մի քայլ անել, ակտիվ քայլ անել, փողոց դուրս գան ինչ-որ մեկին սատել, որտեղ վախենում են հերթական անգամ խապված լինելուց։ Շատ կոնկրետ պրոյեկտ, շատ կոնկրետ ժամանակում, շատ կոնկրետ մարդիկ դերակատարներով պիտի գանք դուրս գանք մարդկանց մոտ կանգնենք, ու սա շատ կարեւոր է ինչի համար։ Մենք պիտի իրար հետ անհաշտ մարդիկ երկար տարիների, տասնամյակների անհաշտ մարդիկ պիտի իրար կողքի կանգնեն ու ցույց տան ներսում մեր սեփական ժողովրդին, որ մենք ի վիճակի ենք գալ համաձայնության կոնկրետ պրոյեկտ իրականացնելու համար, Նիկոլին հեռացնելու համար եւ դրսի համար է շատ կարեւոր սա։ Դրսին մենք պիտի ցույց տանք, որ այս երկիրը որբ չի, որ այս երկրում կան էլիտաներ, որոնք իրենց բոլոր անհամաձայնություններով պիտի հանդիպեն։ Ժամանակի խնդիր ունենք Նինա, այսպես դա շատ հարցեր ունենք, դե բայց ասում ձեր հարցերը այնքան խորքային են, որ չեմ կարող մի քանիսը ուզում եմ տալ, ըստ ձեզ։ Ծառուկյանի ուժը, Սամվել Կարապետյանի ուժը, Քոչարյանի ուժը պրոռուսական ուժեր են։ Անկամ եթե պրոռուսական ուժեր են, այսօր դա բացարձակ էական չի։ Ինձ հետաքրքիր չի։ Այս պահին ինձ հետաքրքիր չի, որովհետև եթե դրա ալտերնատիվան ինձ ներկայացնում են պրոթուրքական ուժը, կներեք ասում քննարկելու թեմաներ չկա։ Ես գիտեմ ես ինչ ուժ եմ։ Ես գիտեմ ես ինչ եմ ուզում անեմ, ու ես գիտեմ թե ես ինչպես եմ դա անելու։ Մնացածը ինձ համար արդեն իսկ ով ասեց, որ մի րոպե մի հատ շատ ներողություններ է, իսկ ով ասեց, որ պրոարևմտյան ուժեր կարող են լինել, օրինակ պրոռուսական ուժեր չեն կարող լինել։ Այ պրոթուրքական չի կարող լինել, ինչու՞, որովհետև մենք խնդիր ունենք։ Սպասեք, կներեք, ընդհատում եմ, որովհետև ես էլ դեռ հարցեր ունեմ։ Հաջորդ հարցս։ Մենք ունենք մայիսի 4-ին այստեղ մեծ եվրոպական հավաք։ Դուք ասում եք, որ բոլորի դեմ եմ կուսակցությունում մեծամասամբ երիտասարդներ են, ակտիվ, անկախ, ինքնաֆինանսավորվող երիտասարդներ։ Օրինակ չեք ուզում մեծ բողոքի ակցիա անել այն վայրի դիմաց, այն շենքի դիմաց, որտեղ հավաքված կլինեն եվրոպական առաջնորդները եւ կա նաեւ տեղեկություն, որ նաեւ Կանադայի վարչապետն է գալու։ Քննարկենք այդ հարցը, անկեղծ ասած մի շաբաթ է, մի քանի օր է մնացել, երբ եք քննարկելու։ Այդպիսի ճկուն թիմ ունեցող մարդկանց համար շատ ժամանակ պետք չի ինչ-որ բան որոշել։ Մենք շատ արագ ենք այդ որոշումները։ Առաջարկը փոխանցեք խնդրում եմ։ Ես անպայման սա թող մնա եթերում, որ հիշենք քննարկենք մոտակա օրերին է մնալու եթերում բոլորովին ոդքասթների ժամանակ որևէ բառ չի հանվում։ Ինչ խոսում ենք դա գնում է, որովհետև սա միանշանակ է, դրա համար սա ոդքասթը մենք հանգիստ անկեղծ փորձում ենք հնարավորինս անկեղծ խոսել։ Եվ եւս մեկ հարց կա տպավորություն, կարծիք եւ կարող են կանխատեսել, որ առնվազն 2 ջոկեր իր գրպանից Փաշինյանը ընտրություններից առաջ հանել է։ Առաջին ջոկերը դրանք կլինեն մեր գերիները, որ բացի Արցախի նախկին ղեկավարության եւ հատկապես բացի Ռուբեն Վարդանյանից մնացած գերիներին 11 հոգու կբերեն կվերադառնան Երևան ընտրություններից առաջ եւ շատ հավանական է նույնիսկ առաջիկա օրերին այդ հավաքից առաջ եւ սա իհարկե մեծ PR կլինի Փաշինյանի համար եւ իհարկե մենք պետք է շատ ուրախանանք անկախ դրանից թե ինչ նպատակով այդ մարդկանց վերում են վերադարձնում են հայրենիք, սա միանշանակ մեծ ուրախություն է լինելու ազգի համար եւ ես չգիտեմ արդյոք հայաստանցիները կկարողանան սրանից ճիշտ հետևություն անել եւ սա չի նշանակի որ կգնան եւս 1-5%-ով կավելանա Նիկոլի անկած վարկանիշը եւ երկրորդ ջոկերը որ իր գրպանից կհանի Փաշինյանը հնարավոր է որ հանի դա
հայտարարի, որ վիզաների ազատականացում է տեղի ունենալու եւ Հայաստանի քաղաքացին կկարողանա Եվրոպական միություն մեկնել առանց վիզաների եւ կոնկրետ կարող է հստակ ժամկետ նշել, ասենք նոյեմբերի 1-ը 2026 թվականի հետո կգա նոյեմբերի 1 աստված չտա մնա իշխանության կասի դե հիմա ինչպես տրիպի դեպքում, տրիպի դեպքում դե հիմա այսօր չստացվեց, վաղը կստացվի։ Գերիների վերադարձի հարցով անգամ եթե դա Նիկոլ Փաշինյանին 1-2% զայնաբերելու ես համաձայն եմ, թող այդպես լինի, միայն տղաները վերադառնան, բոլորը թող վերադառնան, ես ինչքան էլ անհաշտ լինեմ նաև Արցախի որոշ պաշտոնյաների հետ կամ մեծ մասի հետ, միևնույնն է ես գտնում եմ, որ իրենք պիտի վերադառնան ու բոլոր ջանքերը, բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկել իրենց վերադարձնելու համար։ Այդ մեկ ասում եմ դա քննարկելու չի։ Մյուս ջոկերը ասում եմ հայտնի բան ասում եմ դու էլ ասա, շատ հին սովետական անեկդոտ կար, ասում եմ դու էլ ասա։ Հիմա այդ դու էլ ասան Նիկոլ Փաշինյանը այնքան բաներ է ասել ու չի արել։ Նիկոլ Փաշինյանի խոսքը զրո արժեք ունի։ Այս ուղղությամբ իհարկե կարելի է լուրջ հարց բարձրացնել ու անդադ տրոլինգի ենթարկել էլի, Անդիմություն էլ հայտարարի, հա մենք էլ ենք ազատական ինչ խնդիր է դա Նիկոլից չի կապված, մենք սա ազատականացնել են բոլոր երկրների հետ, միացյալ նահանգների հետ էլ են կարան հանգիստ ասեն, ասում եմ ասել այլ ասում եմ Նիկոլի էլեկտորատը իրեն է հավատում, չէ՞ Նիկոլի էլեկտորատը շատ կայուն, ստաբիլ էլեկտորատ է եւ տոկոս է աջակցությունը Նիկոլի դուք հավանաբար որպես նաեւ ինքնաֆինանսավորվող ուժ ձեր սեփական հարցումներն էլ եք անցկացնում։ Մենք այդքան հնարավորություններ չունենք ինքնուրույն անցկացնելու, մենք օգտվում ենք մնացածի բաներից, հարցումներից, իրենք սիրով կիսվում են, անկեղծ ասեմ, մենք ունենք հնարավորություն ծանոթանալու, որոշ տվյալների հետ կարծում եմ ամբողջական այնովն մեզ չեն տրամադրում, բայց որոշ տվյալների հետ ունենք, դա միջինը գտե 20-24%-ն է, բայց դա նշանակում է, չէ, բոնուսները չէ, մի քիչ ավելի կլինի, մի խոսքով վերջնական, որպեսզի շատ չբարդացնենք, երկարացնենք, մաքսիմալ ձայները, որը ինքը կարող է այդ ռեսուրսներով, ադմինիստրատիվ մնացած ամեն ինչով, այդ պլյուս այդ բոնուսները, որոնք հետո այդ փոշիացրած ձայներից գալու են, դա մոտավորապես մինչև 40% ձայներ է, առավելագույնը։ Դա նշանակում է, որ ինքը անգամ այդ ինքնուրույն կառավարություն կազմելու, ինքնուրույն իշխանություն լինելու հարցը չի կարողանում լուծի եւ իր այստերան Իսկ ինչ անելու Նինա Կարապետյանցը, եթե ընտրություններին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Մնալ է քաղաքականության մեջ։ Բոլոր իրավիճակներում շարունակելու եմ մնալ Հայաստանում, շարունակելու եմ անել ամեն ինչ, որ մեր պրոյեկտը իրականություն դառնա լավագույն Հայաստանը, ինչ բանով չեմ կարող ասել։ 4%-անոց շեմը, բայց այդուամենայնիվ Փաշինյանը ավելի շատ տոկոս ստանա եւ կարողանա կառավարություն կազմել Մենք մանդատները դնելու ենք դա նախապես պայմանավորված է։ Այսինքն բոլորս մանդատները դնելու ենք ու դուրս են գալու։ Մենք չենք գալիս աշխատելու, անգամ մեխանիզմներ ենք մտածելու, եթե հանկարծ մեկը տենց գայթակղություն ունենա մանդատը չդնելու ու падգամավոր աշխատելու այդ բենեֆիտներից օգտվելու, մենք հատուկ մեխանիզմներ օրինական, սահմանադրական բաներ ունենք, մեխանիզմներ ունենք, ինչպես է դա անելու։ Պատմական գործիչն ով է, Նինա։ Հայկականներից երև Արամ Մանուկյանը, որովհետև իսկ եթե ոչ հայկականներից, եթե ոչ հայկականներից, երևի все-таки Golden Mayer-ը։ Ես համարում եմ, որ ինքը լավագույն դրսևորումներ որպես Golden Mayer-ը ժողովրդավարական մեծ սկզբունքներ չուներ։ Նա ասում էր, որ ազգի համար իրավիճակը ցավոք սրտի մոտավորապես մերին նման էր, որովհետև բայց նաև որոշումներ կայացնելու, դժվար որոշումներ կայացնելու եւ այդ դժվար որոշումները կյանքի կոչելու բացառիկ կամք ուներ եւ իր սեփական ժողովրդին, իր ազգին, պետությանը ծառայելու բացառիկ մարդկանցից մեկն էր, կարծում եմ թեպետ շատ են խոսում իր մասին, բայց կարծում եմ բավարար գնահատված չի։ Ես չգիտեմ հաղթահարելու է արդյոք բոլորի դեմ ուժը 4%-անոց այդ շեմը հաղթարելու դեպքում ինչ հետո արդյունքներ են ունենալու ձեր բանակցություններին զարգացումներ են լինելու հետ խորհրդարանական հետընտրական բանակցություններ այդ ամենայնիվ ես շատ ուրախ եմ որ Նինա Կարապետյանցը մնալու է քաղաքականության մեջ եւ ես չգիտեմ ինքս կշարունակեմ արդյոք հարցազրույցներ վարել ընտրություններից հետո դա կախված կլինի հավանաբար ընտրությունների արդյունքներից, բայց եթե ես շարունակեմ հարցազրույցներ վարել, դուք կլինեք իմ հյուրը տարբեր անգամներ, շատ անգամներ, որովհետև ես ուրախ եմ, որ մենք ունենք կին քաղաքական գործիչներ, հայ կանայք ավելի խորն են տեսնում, քան հայ տղամարդիկ, սա արդեն ես հասկացել եմ։ Շնորհակալ եմ շատ։ Բոլորիս, ինչպես վերջերս անդադ բան եմ անում, առաջ Աստված ես կարծում եմ, որ լավագույն լուծումը լինելու է։
լավագույն լուծումը ի վերուստ ամես տրված լինելու, այնպես որ Ուրեմն հունիսի 8-ին հանրապետության հրապարակում միասին հաղթանակ շամպայն կտանենք։ կխմենք։ Շնորհակալություն Շնորհակալ եմ։ հետաքրքիր զրույցի համար։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։